Պարոն Սարգսյան, ամփոփելով ինչ է այս պահին այստեղ կատարվում, ինչ ակցիա տաքսի ծառայություն մատուցողները։ Այստեղ հավաքված են օնլայն տաքսու վարորդները, հիմնականում Yandex-ի վարորդները, իրենց պահանջն է տոկոսադրույքի նվազում, այսինքն շատ բարձր տոկոսադրույք է դրված վարորդների հետ կապված, սակագների նաև բարձրացում է տեղի ունեցել։ Առաջնային հարցերից է նաև գրանցումը, աշխատանքային ստաժի գրանցումը, որը մարդը հարկատու է, վարորդը հարկ է վճարում պետությանը, բայց աշխատանքային ստաժ չունի, որ թոշակի տարիքին հաշվարկ կատարեն նաև։ Դրանից բացի պարտադիր ապահովագրության հետ կապված շեմ ենք նախատեսել, որ 200,000 դրամ եկամուտ ունեցող վարորդը պետք է պարտադիր ապահովագրություն ունենա, ոչ թե կողմնակի մի հատ էլ իր եկամուտից պետք է գնա բուժվի։ Նա կառավարության նաև որոշումների մեջ էր մտնում, օրինակ աշխատողը, երբ որ 200,000 դրամ համախառն աշխատավարձ ունի, պարտադիր ապահովագրություն է ստանում, օրինակ ես մասնավոր ընկերությունում աշխատում եմ եւ պարտադիր ապահովագրվել եմ, պարտադիրի մեջ եմ ընկել։ Այս մարդիկ նույնը պետք է ունենան, քանի որ 120,000 օնլայն վարորդներ կան, մոտավոր 50%-ը 50,000 հոգի օրինակ 200,000 դրամից բարձր հիմնական իրենց աշխատանքը դա տաքսի վարելն է եւ պետք է այդ մարդիկ ունենան այդ ապահովագրությունը, ստաժը, տոկոսադրույքի իջեցումը, այս պայն այդ 3 պահանջներն են, որը պետք է ստորագրություն հավաքվի եւ դիմեն կառավարություն։ Ստորագրությունները պետք է հավաքվի եւ կոնկրետ վարչապետին ուղղվի, կառավարությանը ուղղվի եւ կառավարությանը, այսինքն ինչ որ ժամկետի շրջանակներում դա վարորդները կորոշեն ինչ ժամկետում են պահանջը ներկայացնում, այսինքն կառավարությունը մեծ գործառույթ ունի, որը չի իրականացրել այսքան ժամանակ այդ տիրույթում համակարգելու տաքսու ոլորտը եւ մենք հետեւողական ենք լինելու այդ հարցի լուծում ստանալու։ Մենք խոսում ենք նոր վարորդների հետ, նրանք ասացին, որ տվյալ դեպքում Yandex ծառայությունից էին օգտվում վարորդները, ասացին, որ երբ դիմում են այդ ծառայությանը, ավտոմատ բոտն է պատասխանում ու հաճախ նաեւ ոչ բովանդակային պատասխաններ է տալիս է այլ պատասխան, այս հարցով ինչպես։ Այո, նաեւ ծրագրային դա ներքին խնդիրներ են, առաջնային խնդիրները իմ նշած խնդիրներն են, դա այսինքն այդ մեր առաջադրած խնդիրներից շատ փոքրագույնն է, որը լուծելի պետք է լինի, երբ որ կառավարությունը այդ 3 կետերը վերանայի եւ պահանջը, որը ներկայացվել է լուծի, եթե իհարկե կփորձի լուծել, իսկ եթե կառավարությունը ընթացք չի տա եւ դա մենք խոստանում ենք, որ ընտրություններից հետո, իշխանություն փոխվելուց հետո այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում կլինի, դա կանենք մենք։ Վարորդները նաև փոստերից էին բողոքում քիչ առաջ նոր մի վարորդ մեզ նշեց, որ մի քանի 100,000-ի ծախս է բացվել, այսպես ասած, օրեր առաջ իր մեքենան ընկել է փոստի մեջ ու ասաց, որ որևէ պետական մարմին չի դիմելու, որովհետև վստահ է, որ որևէ աջակցություն չի ստանալու։ Այս դեպքում քաղաքապետարանը ինչ պետք է անի, որ չի անի։ Տեսեք, օրինակ իմ ընկերների մեջ էլ մեքենաները վնասել են այն ճանապարհներում, որը սպասարկում է Երևան քաղաքը։ Մի ընկեր օրինակ իմանալով օրենքը առաջինը բարեկային ծառայություն է կանչել, հետո հիմա փորձաքննություն պետք է իրականացնի, դրանից հետո նոր քաղաքապետարան դիմի փոխհատուցման համար, քանի որ այդ խնդիրը առաջացել է քաղաքապետարանի անգործության հետևանքով, պատասխանատուն դա քաղաքապետարանն է, իսկ շատ վարորդներ չիմանալով իրազեկվածության պակասից, այսինքն չեն դիմել, առաջի երկրորդ քայլերը չեն կատարել, իրազեկված չեն եղել եւ իմ առաջարկում ես կառաջարկեմ նաեւ այդ նախագծի հետ կապված հավաքանուն նիստին հաջորդ, որ այն վարորդները, ովքեր վնաս են կրել, իրենց մեքենան վնասել են, անվադողը կամ մնացած մեքենայի օրինակ դիմացի հատվածը, հետևի հատվածը, այդ մարդիկ պետք է փոխհատուցում ստանան լիարժեք, նաև ովքեր փորձաքննություն են կատարել, նաև փորձաքննության ծախսը հավելյալ պետք է փոխհատուցի քաղաքապետարանը, դա պետք է լինի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, քանի որ իրենց անորակ ասֆալտապատման պատճառով է տեղի ունեցել, ինչպես իրանք էին ասում, աղի պատճառով, բայց դա էլ կոտրվեց ժողովրդի լայն շրջանակներում, որովհետև 15-20 տարի առաջ կատարված ասֆալտը ոչինչ չէր եղել, իսկ 5 ամսվա կատարված իրենց փոխհատուցումները ամբողջությամբ քանդվել էին։ Դա էլ օրինակ տեսեք փոխքաղաքապետ Փամբուխչյանը ինչ էր ասում, մոտ 2 օր առաջ իր Facebook-յան էջում նշում էր, թե նախկիններն են մեղավոր այդ
գրպանը նախկինների նորից գցելը, իհարկե բացահայտեցին դրանք իրենց դիմակը բացահայտեցին, որ ամեն ինչ իրենց ձախողումներով են փորձել գցել նախկինների գրպանը, բայց այնինչ մեր հասարակությանը արդեն իսկ բացահայտ տեսանելի դարձավ այն թեզը, որ նախկին ժամանակաշրջանի ասֆալտը օրինակ նախ չէր քանդվել, երկրորդը որ նախկինների ասֆալտը քանդվել, դա նորմալ կլիներ, որովհետև 20-30 տարվա ասֆալտը հնարավոր է քանդվել ոչ թե աղից, այլ երկարաժամկետ, այսինքն 30 տարվա ասֆալտը հնարավոր է, մեր քաղաքացիներն էլ են դա հասկանում, բայց 5 ամսվա ասֆալտը համեմատել 30 տարվա ասֆալտի, դա տգիտություն է, այսինքն այդ միլիարդավոր պարգևավճարները ստացել են նախկինների գրպանը գցելու պատճառով երևի, այդքան։ Լավ է։